Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ մեր ձևով շարժման անդամ Արեգա Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հովսեփյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ձևով շարժումը ինքը բավականին նոր կառույց է եւ շարժման անդամները գրեթե հայտնի չեն, բացի առաջնորդներից, Կարապետյաններից բացի մյուսները ոչ բոլորն են շատ հայտնի հանրությանը, դրա համար ես կխնդրեմ ձեզ մի փոքր ներկայացեք, դուք Արցախից եք, ինչով եք զբաղվել կամ ով եք եղել Արցախում, այնուհետև Հայաստանում, կարճ ասեք հանրությունը տեղեկանա ձեր մասին։ Սիրով ճիշտ նշեցիք, մեր ձևով շարժման անդամների մեծ մասը հանրության համար հայտնի չէ այդքան էլ, եւ դա ես համարում եմ մեր այն կարևոր դրական կողմերից մեկը, որ ցույց ենք տալիս, որ կարող են լինել պրոֆեսիոնալներ իրենց աշխատանքում, իրենց գործում, բայց դեռևս հանրության համար ոչ այդքան հայտնի, եւ մենք այսօր արդեն այդ ուղղությամբ ենք, որպեսզի մեր դեմքերը, մեր անդամների մարդիկ սկսեն ճանաչել ու համոզվեն, որ կան այլընտրանքներ մեր ներքաղաքական դաշտում։ Ես Արեգան եմ Հովսեփյան, ես ծնվել եմ Արցախում, Ստեփանակերտում, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ եմ։ Այնուհետև հետ եմ վերադարձել Արցախ, աշխատել եմ արտաքին գործերի նախարարությունում, հետագայում կրթություն եմ ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նորից հետ եմ վերադարձել Արցախ, այնտեղ եմ աշխատել ԱԳՆ-ում, այնուհետև տեղափոխվել եմ Երևան, աշխատել եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում եւ իմ դիմումի համաձայն 2021 թվականի ընտրություններից հետո դուրս եմ եկել։ Ինչու եք դուրս եկել։ Չէի կիսում այն գաղափարները, այն արժեքները, որը որ հաստատվեց, իմ անհամաձայնությունն եմ հայտնել վարվող քաղաքականությանը իմ մասշտաբով, իմ մակարդակով եւ այլընտրանք չուներ իմը արտաքին գործերի նախարարությունից դուրս գալը։ Նկատի ունեք ինչ քաղաքականությանը։ Հանձնողական քաղաքականությանը, զիջողական քաղաքականությանը, պարտվողական քաղաքականությանը, աթոռի մասին մտածելու քաղաքականությանը, անկեղծ կասեմ, հեշտ որոշում չի եղել ինձ համար դուրս գալը, որովհետև ես իսկապես շատ էի սիրում իմ մասնագիտությունը, դիվանագիտությունը, ես մտածում էի, որ ես կարող եմ իմ ներդրումը ունենալ այդ մեծ կառույցի գործունեության մեջ, բայց մյուս կողմից էլ արդեն այլընտրանք չկար դուրս չգալուն, հետևաբար որոշում ինքնիստինքյան եկավ։ Իսկ ինչպես եք պատկերացնում, այ որ դուք դիվանագետ եք մասնագիտությամբ եւ ԱԳՆ-ում էլ աշխատել եք նաեւ Արցախի, իսկ ինչպես եք պատկերացնում Արցախի լուծումը, որ կարող էր Հայաստանը կամ Արցախը, ինչու՞ չէ նաեւ Արցախը, որտեղ Արցախը այնպիսի ի վերջո տպավորություն ստեղծվեց, որ Արցախը ավելի շուտ ապավինում է Հայաստանի որոշմանը, քան թե ինքը ինքնուրույն որոշակի քայլեր անում է։ Ինչպես եք պատկերացնում այդ քաղաքականությունը, ինչ պետք է աներ Հայաստանը, որ հակառակը ձեզ թված կամ ինչ որ արվեց ձեզ թված հանձնողական, ինչպես դուք եք ասում, ինչ պետք է աներ, որ չարեց։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չկատարեցին սահմանադրությամբ ստանձնած իրենց պարտականությունները, իրենք չեղան Արցախի անվտանգության երաշխավորը, որը որ ամրագրված է մի շարք կարևորագույն հիմնաքարային փաստաթղթերում, այդ տեքստերը գրողները շատ լավ պատկերացնում էին, թե ինչ վիճակ կարող է լինել մեր հայրենիքում, հետևաբար դրա արձանագրումը օրենքով եւ սահմանադրությամբ պատահական չէր։ Գիտեք, շատ հեշտ է հարցնել ինչ պիտի անել, եթե արդեն իրավիճակը հասել է մի այնպիսի կրիզիսային կետի, որ յուրաքանչյուր քայլը չի կարող լինել լիովին պրոհայկական շահեր սպասարկող։ Պետք է անել այնպիսին, որպեսզի այդ իրավիճակին չհասներ։ Պարզապարզ պատասխան, պետք է անել այնպիսի քայլեր, որպեսզի չգար այն իրավիճակը, որ փակուղային վիճակ ստեղծվեր, ընդհանրապես այդքանը։ Դուք երբ որ աշխատել եք ԱԳՆ-ում, ինչ որ բնականաբար որոշակի գաղտնի փաստաթղթերին ծանոթ եղել եք, օրինակ վերջին անգամ, որ երեք կառավարությունը հրապարակեց այդ փաստաթղթերին ծանոթ եք, հետաքրքիր իհարկե դժվար էր բոլորին, ամեն դեպքում բոլորին էլ քիչ-քիչ մենք ծանոթ էինք, բայց նորությունը այնտեղ նաև Սերժ Սարգսյանի նամակներ
Պուտինին 2014 թվականին, որտեղ նա ասում էր, որ Ալիևը գրեթե բացառում է ինչ-որ ժամկետներ նշել կամ Ղարաբաղի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ որոշակի ժամկետներ նշել, տեսնում եք, գրեթե փակուղային վիճակ է եւ Սերժ Սարգսյանի նամակը ուղղված Պուտինին։ Այսինքն այն ժամանակվանից սկսած է եղել խնդիրները մեր մոտ, թե դուք պատկերացնում եք, որ այդ ամբողջը եղավ գործող իշխանությունների ընթացքում։ Բերեք մի քիչ ավելի գլոբալ պատասխանեմ հարցին, որովհետեւ միայն սահմանափակվել այն փաստաթղթերով, որոնք որ հրապարակվել են, թվում այդքան է ճիշտ չէ, եւ դուք շատ ճիշտ նշեցիք այն հանգամանքը, որ շատ բաներ մեզ համար նորություն չէր, այսինքն պարբերաբար մեզ տրվում էր այն թեզերը, որոնք որ քննարկվում էին։ Ես այսպես կպատասխանեմ հարցին, այո, ծավալը այդ փաստաթղթերի հրապարակման ավելի մեծ է, որ ավելի մանրամասն ծանոթանալու համար, բայց միջին-վիճակագրական քաղաքացին ամենևին էլ պարտավոր չէ այդ բոլոր փաստաթղթերին մանրամասն ուսումնասիրել։ Ես եւ դուք պարզ է մեր մասնագիտական ու գործունեության պատճառով պետք է այդ ամենը ուսումնասիրենք ու հասկանանք ինչ է կատարվում, բայց պարզ քաղաքացու համար դա այդքան էլ այսպես խնդիր չէ, որ բացի բոլոր էջերը մեկ առ մեկ ուսումնասիրի, որովհետև կա պարզ ճշմարտություն, ես ինքս ծնվել եմ ազատ եւ անկախ Արցախում, ապրել եմ ազատ եւ անկախ Արցախում, բայց 20 թվականից հետո այդ իրավիճակը այլ էր։ Սա պարզ փաստ է, որը պարզ քաղաքացիները կարող են տեսնել ու հավաստել։ Այո, կարծում եմ ու համոզված եմ, որ մինչև 20 թվականը, մինչև 18 թվականը մենք ունեցել ենք շատ ավելի լավ իրավիճակ եւ ունեցել ենք լավ հնարավորինս հայանպաստ պայմաններով իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններ, որոնք մենք բաց ենք թողել։ Հայանպաստը դուք ես նորից ձեզ կոչ եմ անում Սերժ Սարգսյանի նամակին կամ ինչու միայն նամակը հրաժարականի ժամանակ, հրաժարական ծորեր առաջ, երբ որ ինքը վարչապետ էր ընտրվում, նա ազգային ժողովում Հայաստանի հայտարարեց, որ բանակցային process-ները տանում են, արդեն փակուղում են եւ Ադրբեջանը շատ ավելին է պահանջում, Ալիևը շատ ավելին է պահանջում, որն էր ավելի լավ վիճակը։ Հակառակ պարագայում ինչ էր Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում, կամ հիշենք 2016 թվականի ապրիլյան այդ քառօրյա պատերազմից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը եկել էր Արցախ եւ որոշ քաղաքական վերնախավի հետ հանդիպման ժամանակ հորդորում էր լուծման գնալ, վերադարձնել շրջանները եւ ասել էր դա ձեր ազգային ժողովի նախկին նախագահի կողմից բացահայտվեց, որ հակառակ պարագայում ինչպես ղարս էինք երգում, այդպես էլ Ստեփանակերտ կերգենք եւ անկախ փաստաթղթերից, անկախ ամեն ինչից արդեն նկատելի էր, որ մենք ունենք մեծ խնդիր եւ Հայաստանի ցանկությունները չեն կատարվում, ոչ միայն չեն կատարվում, այլ Ադրբեջանը շատ ավելին է պահանջում։ Իմ խոսքը ես նախորդ ավարտեմ, չնայած ընդհատվեց։ Ես համոզված եմ ու ինչպես նշեցի, իրավիճակը այնպիսին էր, որ այն իրավիճակը, որ կար, շատ ավելի հայանպաստ ու բարենպաստ էր հայ ժողովրդի շահերի համար, քան թե հայաթափված Արցախը այսօր։ 2019 թվականի փաստաթուղթը հիմա մեզ համար երազանքների փաստաթուղթ է, քան հայաթափված Արցախը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հիմա մեզ համար երազանքների փաստաթուղթ է, քան թե այն ինչ որ մենք ունենք այսօր։ Այնպես որ այս իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Մենք հասնում ենք մի այնպիսի անդունդի, որը որ ամեն օր ավելի վատ էր, քան նախորդը։ Հետևաբար, մեր առաջնային խնդիրը այսօր ոչ թե քննարկել այն փաստաթղթերը, որ հրապարակվել է, եւ մտնել նրա օրակարգի մեջ, քննարկել ով ինչ արեց, ով ամեղավոր, ով ինչ բացթողում արեց, որը որ ակնհայտորեն նախընտրական քայլ է եղել, որպեսզի փորձեր իրենից մաքրել Արցախի հանձնումը, այլ ես առաջարկում եմ մենք նայենք դեպի ապագային, մեր ուժը առաջարկում է նայենք դեպի ապագա, հասկանալով մենք ինչ կարող ենք առաջարկել մեր քաղաքացուն արդեն իսկ ստեղծված իրավիճակից։ Այո, այս իրավիճակը փակուղային չէ, մենք համոզված ենք, որ այն կարող է փոխվել, մենք համոզված ենք, որ այս զիջումների
անիվը կարող ենք կանգնեցնել եւ ամենաառաջին հերթին մինչև խոսել ավելի մեծ գաղափարներից, ավելի մեծ իրադարձություններից, մեզ հայերիս համար զգայուն թեմաներից, մենք նախ եւ առաջ պետք է կանգնեցնենք այն անիվը, այն կործանման անիվը, որը որ տանում է մեզ դեպի անխուսափելի պարտություններ եւ զիջումներ։ Ինչ կործանման մասին է խոսքը, եթե արդեն ինչ եղել է եւ այսուհետ արդեն խաղաղության պայմանագրի ստորագրման մասին են խոսում, դուք գիտեք Հիկմետ Հաջիևը հայ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ուղերձ էր հղել, չէ, Հայաստանին, հայ ժողովրդին, որ պատերազմի էջը արդեն փակված է, մենք արդեն խաղաղության ենք գնում, սրանից հետո հնարավոր է նորից պատերազմ կամ նորից ինչ որ ագրեսիա, դուք ինչ զիջման մասին է այլևս այսուհետ մինչև հիմա եղածների մասին չենք խոսում, թեև իշխանություններն ասում են, որ մենք պատերազմում պարտվել ենք, մենք չենք զիջել, մենք պարզապես պարտվել ենք։ Արդյոք զիջումներ չեն, եթե մենք Ադրբեջանում այսօր ունենք դեռևս մեր ռազմագերիների։ Արդյոք զիջումներ չեն, եթե մենք մինչ օրս ունենք Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զորքեր։ Արդյոք դա զիջում չէ, եթե մենք այդ հարցը չենք դնում բանակցային սեղանին, մինչև որ գնալ այլ հարցերի քննարկմանը։ Արդյոք զիջում չէ, եթե մենք ունենք առնվազն Գեղարքունիքի մարզում այնքան տարածքի կորուստ, որը որ համարժեք է, Երևանցուն որպեսզի պարզ լինի ինչ թվերի մասին է, որ այդ դրա մասին պետք է խոսել, ոչ թե գնալ թե 14 թվականին, թե դրանից նախորդ թվականին ինչեր էր ստորագրվել, որոնք արդեն ընդհանրապես կորցրել են իրենց արդիականությունը, ունենք հայաթափված Արցախ։ Արդյոք պարզ Երևանցին չպիտի գիտակցի, որ օրինակ Գեղարքունիքում մենք այսօր ադրբեջանական օկուպացիայի տակ է գտնվում կենտրոն, Նորք Մարաշ, Նորք, Դավթաշեն, Քանաքեր, Զեյթուն, մեր վարչական շրջանների ամբողջ տարածքները իրար հետ վերցած այդքան տարածք ունենք ադրբեջանական օկուպացիայի տակ։ Արդյոք դա զիջում չէ։ Արդյոք դա զիջում չէ, եթե մենք դա չենք քննարկում մեր դիմացի կողմի հետ։ Հետևաբար դա մարտական գործողությունների արդյունքում է անցել Ադրբեջանի։ Դա զիջվել է դիվանագիտորեն առնվազն այն հարցում, եթե մենք դա չենք դնում քննարկման։ Եվ մենք առաջարկում ենք, ասում ենք, չենք դնում քննարկման, ասում ենք մենք այդ հարցերը դնում ենք մի կողմ, մինչև որ համապարփակ ինչ որ թուղթ կստորագրվի, հետագա մանրամասները ընթացքում կպարզվեն։ Հիմա ասում ենք, բանակցում են, չէ, սահմանազատում պետք է լինի եւ ասում են մենք բոլորը ոչ միայն Գեղարքունիքում, նաեւ Սյունիքում, Վայոց ձորում այն հողերը, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ մարտական գործողությունների արդյունքում, որոնց մի մասը նաեւ 21 թվականին, երբ որ դուք դուրս եք եկել ԱԳՆ-ից, դրանք պետք է վերադարձվեն այդ գործընթացի արդյունքում։ Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում աշխատում էի այն վարչությունում, որը որ նաև զբաղվում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։ Այն ամեն ինչ որ տեղի ունեցել մինչ օրս սահմանագծման եւ սահմանազատման անվան տանք որևէ կապ չունի այդ անվան հետ։ Այն ամեն ինչ որ տեղի ունենում, դա որևէ կապ չունի այն թեզերի հետ, որոնք որ մեզ ներկայացնում են, սրանով փակենք այդ թեման, որովհետև սա սահմանազատում, սահմանագծման հետ որևէ առնչություն, որևէ կապ չունի ու համաշխարհային պրակտիկայում անգամ նման բան գոյություն չունի ու անվանելով դա սահմանազատում, սահմանագծում, այնուամենայնիվ ես խորհուրդ եմ տալիս ու կողմ եմ այն գաղափարին, որ մենք այսօր ոչ թե քննարկենք այն փաստաթղթերը, որոնք որ հրապարակվել են, որոնք որ որևէ նորություն առնվազն մեզ համար մասնագետների ու թեմայի մեջ էփվող մարդկանց համար որևէ նորություն չեն պարունակում, սա Նիկոլ Փաշինյանի նախընտրական քայլն է, որպեսզի մենք սկսենք քննարկել այն կետերը, կարող եմ բազմաթիվ դետալներով հաղորդումից հետո մենք կարող ենք խոսել ու մտքերի փոխանակում լինի ու ինձ էլ է շատ հետաքրքիր նաև այն մարդկանց, ովքեր որ լրագրողական գործունեություն էին ծավալում այս ամբողջ ընթացքում Հայաստանում, իրենց մոտեցումները եւ այլն, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ սա իր օրակարգն է, որի մեջ մտնելու իմաստը առհասարակ չեմ գտնում։ Ընդհանուր առումով գաղափարը մեր մոտեցումը ներկայացրեցի, որ մենք պետք է կենտրոնանանք մեր ապագայի վրա, կենտրոնանանք նրա վրա մենք ինչ ենք առաջարկում քաղաքացուն, կենտրոնանանք նրա վրա, այո, կա այս իրավիճակը, որը որ առնվազն ռոմանտիկ ու շատ միամիտ կլինի աչքերը փակել, ասենք չկա, կա այս իրավիճակը ու մենք այս իրավիճակից ելքեր ենք փնտրում ու ելքերը գտնելու ենք եւ հենց Սամվել Կարապետյանի գլխավորած թիմը այդ ուղու վրա է եւ շատ շուտով արդեն կոնկրետ առաջարկներով հանդես է գալու։
Սամվել Կարապետյանն ինքը դիվանագիտական եւ երկրի ճիշտ է ինքը խոշոր գործարար է, հայտնի գործարար է աշխարհում, բայց երկիրը կառավարելու կամ դիվանագիտական քաղաքականությամբ զբաղվելու փորձ չի ունեցել։ Ճիշտ է, նա երբեմն Ռուսաստանից հայտարարություններ է արել ուղղված Հայաստանի իշխանություններին, հատկապես գործող իշխանություններին, ինչև Հայաստան գալը եւ մեր ձևով շարժում հիմնելը, որ պետք է միշտ Ռուսաստանին հավատարիմ մնալ, գրեթե այդպիսի ենթատեքստով, բայց քաղաքականությամբ չի զբաղվել։ Այդ դեպքում ինչպես եք պատկերացնում նրա գործունեությունը Հայաստանում, Հայաստանի ղեկին։ Սամվել Կարապետյանը այո իր գործունեության մեծ մասը ծավալել է Ռուսաստանի Դաշնությունում, բայց ինքը ունի նաև բազմաթիվ բիզնեսներ ամբողջ աշխարհով մեկ եւ իր ամբողջ կյանքի ու գործունեության ընթացքում նա իր կապերը եւ հնարավորությունները ծառայեցրել է բացառապես հայ ժողովրդի համար ու ոչ մեկ չի կարող դրան հերքել, պարզ փաստ է, որ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում նա Հայաստանի ամենախոշոր բարերարն է եղել։ Ընդ որում, այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ ինքը որևէ իրավական պարտավորություն չուներ այդ բարեգործությունները, այդ ներդրումները անելու Հայաստանի համար։ Եվ պատկերացրեք, ինքը այդ պարտավորությունը չունենալով հանդերձ այդքանը անում է։ Եթե պատկերացնենք նրա գլխավորած թիմը, եթե ունենային հնարավորությունները պետական ինստիտուտներում, ինչ էր կարող է անել հայ քաղաքացու համար։ Հետևաբար այն փաստը առնվազն, որ ինքը մտածում է հայ ժողովրդի քաղաքացու մասին, դա ցանկացած քաղաքական գործ չի, թիվ 1 նպատակը պետք է լինի։ Իսկ այսօր մենք տեսնում ենք լրիվ հակառակը։ Երբ որ մենք ասում ենք, երկրի վարչապետը չի մտածում քաղաքացու մասին, հայ ժողովրդի մասին, դրա տակ մենք դնում ենք շատ հստակ թվեր։ Մեր բնակչության 60%-ը դժվարանում է իր ամենապրիմիտիվ կոմունալ վճարումները անելու։ Մեր երիտասարդության 27%-ը գործազուրկ է։ Այս թվերը արդեն այնքան են ակնհայտ, այնքան է մեր առօրյայում բացահայտ, որ հերքելը դրանք առնվազն անհնար է։ Իսկ միևնույն ժամանակ անհնար է դրա հակադրությունը դնելու, թե ինչքան է Սամվել Կարապետյանը արել եւ շարունակում անել հայ ժողովրդի համար։ Հետևաբար այն փաստը, որ ձեր խոսքում նշեցիք դիվանագիտական փորձ, քաղաքականության մեջ շփված լինելու փորձ, այս ամենը կարողանում է ինքը հավասարակշռվել մարդու անձնվեր մոտեցմամբ եւ մյուս կողմից էլ մենք ինքներս չգիտենք, թե ինքը ինչ գործունեություններ ունենում նաև մեր քաղաքական դաշտում, առնվազն ոչ հանրային կերպով, որովհետև մարդ մտածում է, որ ինքը իր դերում պետք է ամենաարդյունավետը լինել, ոչ թե այլ դերեր իր վրա ստանձնել։ Իսկ ինչ գործունեություն, միգուցե դուք բացահայտեք։ Ես չգիտեմ, ես ասում եմ, մենք գիտենք նրա հանրային գործունեության մասին։ Միգուցե դուք գիտեք, մենք չգիտենք հանրությունը։ Ես դրա համար ասում եմ, ես չգիտեմ, մենք գիտենք նրա հանրային գործունեության մասին տվյալները եւ այլն, բայց առնվազն ինչու քաղաքականություն չէ, այն որ երբ որ մեզ համար ռազմական չէ, բայց անվտանգային կառույց հանդիսացող հեծի փրկությունը հենց եղավ Սամվել Կարապետյանի միջոցով։ Մեր պարզ քաղաքացու համար դա քաղաքականություն չէ, դա քաղաքականություն է։ Երբ այսօր մեզ արդեն բացահայտ է դառնում, որ հնարավոր է հեծի կառավարման ու տնօրինման հնարավորություններ տրվեն նաև թուրքական կապիտալին, թուրքական վերջերս երեք հենց այդ մասին մամուլում հրապարակումները եղան, որ վրացական եւ թուրքական բաժնետերեր կարող են հանդես գալ նաև հեծի։ Կարող են դրանք սադրանք որպեսի հետո դուք կամ մենք կրկնենք հաջորդ մամուլում այդ մասին, նաև կան տվյալներ, որ որոշ պատվիրակներ մեկնել էին Թուրքիա եւ որոշակի եւ բանակցություններ են ունեցել, թե ինչի մասին են բանակցություններ ունեցել, մենք կարող ենք այսօր ենթադրել, բայց փաստը առնվազն կարող ենք արձանագրել եւ եթե գուցե հենց այս հանգամանքը եւս պատճառ է, որ Սամվել Կարապետյանը գտնվի անազատության մեջ, որպեսզի մեր անվտանգության համար թիվ առաջնահերթություններից համարվող հեծը եւս տրամադրվի մեզ ոչ բարյացակամ տրամադրված հարևանների լիազորությունների տակ։
Տիկին Հովսեփյան, դուք ստերեոտիպին տեղյակ եք, որ մինչև Սամվել Կարապետյանի սեփականությունը կդառնար հեծը, այն ռուսական ընկերությունների սեփականություն էր եւ այն ոչ միայն քաղաքական, այլ տնտեսական կամ սեփական շահերի համար բավականին շատ օգտագործվել է հեծը։ Այսինքն այնտեղ մեծ չարաշահումներ են եղել կամ նաեւ որպես էներգետիկ մահակ օգտագործվել է Հայաստանի գլխին հեծը, էներգետիկ թեկուզ եւ բաշխման համակարգը եւ ոչ միայն Այս դեպքում մենք ունենք այդ խնդիրը, այսինքն դուք դրանից ելնելով եք վախենում, որ կարող է անցնի նաև թուրքական կողմին, որովհետև չարաշահումները անսահման էին եւ դա էր նաև պատճառներից մեկը, ինչպես Սերժ Սարգսյանը հետո նաև հայտարարել, որ խնդրել է ինքը Սամվել Կարապետյանին ստանձնի հեծի սեփականությունը կամ կառավարումը։ Այն որ հեծի խնդիրները խոշորագույն էին մինչև Սամվել Կարապետյանին փրկության համար դիմելը իհարկե անհերքելի փաստ է ես թվերի մեջ այդ չարաշահումների չեմ կարող խորանալ բայց առնվազն դրա վրա աչքեր փակելը անհնար է բայց նաև միևնույն ժամանակ ես կարող եմ խոսել մեր թիմի արած աշխատանքի, թիմի անդամների արած աշխատանքի վերաբերյալ, որ այնպիսի աշխատանք է դրսևորվել Սամվել Կարապետյանի գլխավորած այդ թիմի կողմից, որ հեծը ընդգրկվել է Moody's-ի ցուցակում որպես արդյունավետ աշխատող կառույց եւ այնտեղ նրա ցուցանիշները շատ ավելի բարձր են եղել, քան հենց Հայաստանի Հանրապետության ցուցանիշները։ Այ այդպես է աշխատել Սամվել Կարապետյանի գլխավորած թիմը եւ առնվազն կասկած չպիտի ունենանք Moody's-ի օբյեկտիվության վրա, այնպես որ հելնում ենք բարձր ցուցանիշներից մեր թիմը, մեր գլխավորած թիմը ինչ աշխատանքի արդյունք է դրսևորել։ Այո, նախկինի այդ եթե չլինեին խնդիրներ, այդ հարցը չէր առաջանա, իհարկե ես այդ պետք է համաձայնեմ, եթե ամեն շատ հարթ ընթանար, ոչ կլիներ էլեկտրիկ Երևանը, ոչ կլիներ այդ կրիզիսը, որ առաջացել էր հեծի հետ կապված, ոչ էլ կդիմեին Սամվել Կարապետյանին, բնականաբար հասել էր այն կիզակետին, որ պետք էր հանգուցալուծում ունենար այդ հարցը եւ հենց Սամվել Կարապետյանի միջոցով ու շնորհիվ հանգուցալուծումը եղավ։ Բայց հետո Հայաստանի իշխանությունների հրապարակումներից, որոշ տվյալների հրապարակումներից տպավորություն է ստացվում, որ Սամվել Կարապետյանի սեփականության ընթացքում նույնպես նույն գործելավոճը ինչ որ չափով նաև շարունակվել է։ Օրինակ Ռոմանոս Պետրոսյանը կառավարիչը հայտարարում է, որ վերջին հարցազրույցներից մեկում այսպիսի օրինակներ է բերում, երբ որ հեծի շրջանառում միջոցները տրվել են օգտագործման հեծի պաշտոնյաներին կամ սեփականատերերին աֆիլացված ինչ որ ընկերություններին, մինչդեռ հերցը իր կարիքների աշխատավարձ վճարելու համար վերցրել է օվերդրաֆտներ կամ վարկեր, որպեսզի այդ եւ վճարելով ամեն ամիս 20 միլիոն դրամից ավելի տոկոսներ, որպեսզի կարողանա աշխատավարձ տա կամ այլ կարիքներ հոգա եւ բազմաթիվ այլ նման խնդիրներ է բարձրաձայնում ըստ դեպքում արդյունավետ կառավարման կամ դուք բարեգործության մասին եք ասում, բայց նման երբ որ փաստեր են հրապարակվում, դրանք ինչ որ միտեղ հավանաբար կմթագնեն, հա, դրանք Ռոմանոս Արձգանունը Պետրոսյան Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցին ու նրա առաջ տված թեզերին շատ հստակ, շատ կոնկրետ, շատ մատչելի պատասխանել են Արեգ Կարապետյանը իր երեք շատ կարճ տեսաերիզների միջոցով ես խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին, ովքեր որ իսկապես փորձում են հասկանալ ինչ է կատարվում հեծի շուրջ, նայել այդ տեսանյութերը, որտեղ շատ պարզ թվերով ուղղակի մերկացվում ու ջախջախվում են Ռոմանոս Պետրոսյանի առաջ տված թեզերը, թե այդ չարաշահումների ինչ որ չարաշահումների մասին են խոսում, աշխատավարձերի մասին են խոսում, իրականում աշխատավարձը հեծը չէր սահմանում, աշխատավարձը հանձնաժողովն էր սահմանում եւ այդ նույն խնդիրը կար բանում բարձրավոլտի պարագայում նույն այդ անջատումները ու բաժանմարտկանց բողոքները կան այլ մեր կոմունալ ծառայությունների հետ կապված, բայց որոնց նկատմամբ որևէ նման վերաբերմունք չի դրսևորվում պետության կողմից, այնպես որ այնքան է սին եւ այնքան է դատարկ այդ մեղադրանքները, որոնք որ շատ հեշտ ու պարզ ձևով կարելի է բացահայտել, իսկ այն մասին, որ այո, հեծում եղել են խնդիրներ, դրա մասին մենք էլ ինքներս խոսում ենք, բայց նաև խոսում ենք այն մասին, թե ինչ վիճակում ենք մենք ստանձնել
հեցի կառավարումը եւ ինչ վիճակի ենք հասցրել, այս մասին խոսում են պարզ թվերը, ճիշտ թվերը ու օբյեկտիվ թվերը, որոնց մասին Նարեկ Կարապետյանը պարբերաբար խոսում է։ Եվ որ այնտեղ մի կառույց է եղել ստորաբաժանում, որտեղ տարբեր պաշտոնյաների կամ այլ բարեկամների ընտանիքի անդամներն են ընդգրկված եղել շատ բարձր աշխատավարձերով, հեցի հաշվին, բայց անհայտ է թե նրանք ինչով են զբաղվել։ Պարզապես գրանցվել են որպեսզի բարձր աշխատավարձ ստանան։ Նարեկ Կարապետյանը ես չեմ հիշում այդ մասին խոսել է, թե չէ, միգուցե խոսել է։ Առիթ ունենաք հարցրեք, ինքը շատ ավելի լավ կտիրապետի իրավիճակին ու կպատասխանի նշանակ կպատասխանի ձեր հարցերին, իսկ աշխատավարձերի ընդհանուր գլոբալ ռազմավարության մասին արդեն ես ասացի, որ այդտեղ ոնց էին սահմանվում աշխատավարձները եւ նույնիսկ Ռոմանոս Պետրոսյանը այսօր շարունակում է ստանալ Սամվել Կարապետյանի կողմից տրամադրվող աշխատավարձը։ Նա չի երգում։ Այո։ Լավ, դուք ասում եք մենք ապագային կամ ներկային ուղղված հարցեր պետք է քննարկենք, պետք է ասենք թե ինչպես է պատրաստվում աշխատել կամ ինչ տեսլական ունի մեր ձևով շարժումը Հայաստանի վերաբերյալ։ Այդ դեպքում դուք ասեք, ինչ քաղաքականություն կարող է որդեգրել կամ մտածում է որդեգրել, օրինակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Նորից եկանք այդ հարցին, քանի որ դուք Արցախից եք։ Ես շատ ուրախ եմ նման հարցերի համար, որովհետև Արցախի թեման միշտ պետք է լինի մեր օրակարգում։ Մեր կենցաղից սկսած, վերջացրած մեր դիվանագիտական գործունեության ու քաղաքական ռազմավարության շրջանակներով։ Մեր թիմը, ես մինչև մեր թիմի մոտեցմանը որպես զուտ արցախցի, նաև ասեմ, ես խորհուրդ կտայի, կհորդորեի մի շարք լրատվամիջոցների եւ մի շարք լրագրողների շատ մի Արցախի մասին խոսելիս հաշվի առնել, որ նախ եւ առաջ նրանք խոսում են 150,000 մարդկանց զգացմունքների ու մարդկանց կյանքերի մասին եւ մանիպուլյացիաների ու այսպես շահարկման առարկա չդարձնել Արցախի թեման եւ հասկանալ, որ բոլոր արցախցիների համար դա շատ բոլոր հայերի ու քաղաքական հայերի եւ գենետիկ հայերի համար դա շատ նուրբ հարց է եւ որևէ դիվիդենտներ իսկ ասալ արդեն քաղաքական ուժերին չփորձեն շահել արցախցիների զգացմունքների հաշվին։ Սա իմ որպես արցախցի մոտեցումն է ու հորդորը մի շարք մարդկանց, ովքեր որ հուսով եմ հասկացան։ Գալով թե մեր ռազմավարությունը հասկացողը կհասկանա։ Իսկ եթե գալիս ենք այն հարցին, թե մենք ինչ դիրքավորում ունենք Արցախի նկատմամբ, շատ պարզ է պատասխանը։ Մի քիչ ես նաև իմ խոսքից առաջ անդրադարձա դրան։ Նախ եւ առաջ մենք պետք է կարողանանք արցախցիների համար ապահովել արժանապատիվ կյանք մայր Հայաստանում։ Մեզ համար կարևորագույն խնդիր է, որպեսզի արցախցիները մնան մայր Հայաստանում, որպեսզի արցախցիները հավաքական կերպով մնան մայր Հայաստանում, որովհետև այդպիսով մենք ավելի ուժեղ դիրքեր ենք ունենում Արցախի նկատմամբ մեր պահանջատիրության։ Իհարկե մենք կարող ենք շատ ցավել, շատ լացել, հուզվել պայմանական Ավստրալիայում գտնվելով, բայց այդպիսով մենք որևէ պահանջատիրություն ունենալու իրավունքը որոշակիորեն թուլանում է։ Այնպես որ մեզ համար ամենաառաջին հարցը այն է, որ արցախցիների համար արժանապատիվ կյանք ապահովի Հայաստանում եւ երկրորդ փուլով մեզ համար անհերքելի է արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի ճանաչումը։ Իր հայրենիքում ապրելու իրավունքը համամարտկային իրավունք է, ամրապնդված բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով եւ օրենքներով, նորմերով, այնպես որ առնվազն պետք է հասկանանք, արդյոք արցախցիները հիմա այդ համամարտկային օրենքից օգտվելու իրավունք ունեն, թե չէ։ Մենք պետք է հիմա այդ հարցը դեռ կարողանանք օրակարգ բերել եւ դրա շուրջ ծավալել մեր խոսակցությունը։ Իսկ այն հարցը, որ Արցախի հարցը բանակցությունների սեղան բերելու, քննարկելու եւ այլն, մենք այնպիսի ծանր իրավիճակի մեջ ենք այսօր,
արտաքին քաղաքական դաշտում, դիվանագիտական ոլորտում, որ մինչ դա խոսելը մենք պետք է հասկանանք առհասարակ որտեղ է այդ բանակցային սեղանը, որտեղ է այդ սեղանը։ Մինչև այդ սեղան, որ սենց շատ պատկերավոր բացատրեմ, մինչև Արցախի հարցը բանակցային սեղան բերելը, մենք պետք է կարողանանք այդ սեղանը կառուցենք, ոտքերը դնենք, չգիտեմ, վերևի հատվածը հղկենք։ Դրա համար պետք է համապատասխան միջավայր լինի բանակցային սեղանի կառուցման համար, մի հատ էլ որ այդ սեղանին գալ։ Մենք պետք է կարողանանք մեր ներսում ուժեղ տնտեսության միջոցով, որ անհերքելի նախապայման է ուժեղ պետություն ունենալու համար։ Ուժեղ պետության միջոցով մենք կարողանանք ուժեղ տնտեսություն ունենալ ուղղակի ներդրումներ դրսից, որը որ լինելու է նաև զսպող մեխանիզմներ մեր հարևանների համար։ Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի կարողանանք ունենալ ուժեղ բանակ, եւ մենք պետք է ունենալ մեր թիվ 1 խաղաղության եւ անվտանգության երաշխավոր հայոց բանակը։ Սա անհերքելի է։ Եկեք մի հատ այս հարցերը, այս ոլորտները լուծենք, հասկանանք մեր մուսկուլները ուժեղացնենք որպես պետություն, հետո նոր սկսենք մտածել այնպիսի հարցերի մասին։ Ինձ համար շատ ցավալի իրականում այսպես խոսել որպես արցախցի, որովհետև ես ամեն օր քնում ու երազում եմ Արցախի համար։ Շատ դժվար է, բայց ես որպես նաև դիվանագետ եւ որպես քաղաքական դաշտում արդեն մտած անձնավորություն շատ լավ եմ հասկանում եւ իրականությունը շատ լավ եմ գնահատում։ Մենք այն իրավիճակում չենք, որ այսօր այնպիսի մեր երազանքները փորձենք բերել քաղաքական դաշտ, բայց ես համոզված եմ, որ մենք այնքան թույլ ենք այսօր, որ դա մարդկանց զգացմունքների հետ շահարկման թեմա կարող է դառնալ։ Միևնույն ժամանակ մեր թիմը արդեն իսկ ապացուցել է տարիներով, որ կարողանում է ուժեղ տնտեսություն կառուցել, հաջողություններ գրանցել բիզնես ոլորտում, հաջողություններ գրանցել երկրի զարգացման ոլորտում, հետևաբար այդ քայլերը, ինչպես որ նախորդում որոշեցի, դրա հնարավորությունները ու դրա պոտենցիալը ավելի քան ունենք։ Ինչպես օրինակ հակադարձում են իշխանությունները ձեզ, ասելով, որ ձեր կառուցած Նարեկ Կարապետյանը ասում էր, որ գործարաններ եւ այլն կկառուցվեն մինչև հիմա կառուցած գործարաններ ասում են ցույց տվեք գործարանը եղել ինչ ներդրումներ է կարել ինչ ներդրումներ կան բացի սպասարկման կամ հանրային ծառայությունների ոլորտում որոնք այսպես թե այնպես կարծեք թե երաշխավորված շահույթ ունեն որպես բիզնեսի այդպիսի տեսակ մնացածը որ քիչ թե շատ խնդրահարույց բիզնեսը Կարապետյանները չունեն ինչու մինչև հիմա ներդրում չեն կատարել ներդրումներ նաև այդ գործարաններ չեն կառուցել գործարանների առումով են բազմաթիվ ներդրումներ արել դրա թվերի մասին են խոսել մեր անդամները ովքեր որ ավելի կոմպետենտ են այդ հարցում նույն ձևով այդ ներդրումները արվել են նաև կրթական համակարգում դպրոցների մանկապարտեզների կառուցման վերաբերյալ որոնք որակարծես թե այդքան էլ շահութաբեր չեն կարող համարվել որպես բիզնես ներդրումներ են արվել նաև առողջապահական համակարգում հիվանդանոցների կառուցման տեսակետից վերանորոգման տեսակետից ներդրումներ է արվել նաև Արցախում որտեղ որ կառուցվել է այնպիսի հիվանդանոց որը որ տարածաշրջանում առաջատարներից է համարվել որը որ Արցախով հանդերձ մատուցվել է թշնամուն ներդրումները արվել նաև Արցախում 2020 թվականից հետո երբ որ շատերը փորձում էին ընդհակառակ իրենց բիզնեսները հանել Արցախից Սամվել Կարապետյանի միջոցով վերականգնվել են այն ենթակառուցվածքները որոնք որ անհրաժեշտ են պարզ կյանք այնտեղ ապահովելու համար ջրամատակարարման ուղիները, գազատարները եւ այլն այդ ամենը վերակառուցվել է ու վերանորոգվել է հենց Սամվել Կարապետյանի միջոցով հանել բիզնեսը Արցախից այն մարդիկ ովքեր որ չէին հավատում արդեն որ Արցախը կարող է պահել այն մարդիկ ովքեր որ արդեն գիտեին որ կարող են մտածել այդ անունները են ըստ երևույթին այն անունը այդ մարդիկ արդեն գիտեն ու մասին այդ խոսքը գնում դա կարող են լինել թե պարզ բիզնեսմեններ թե քաղաքականության հետ առնչվող մարդիկ Տիկին Հովսեփյան տեսեք դուք հայտ եք ներկայացնում դեռ կուսակցություն չի կուսակցություն հիմնադրված չէ երբ դա մյուս տարի Այո, հուսանք, եթե ամեն ինչ նախագծածով գնա, նոր տարուց հետո, արդեն նոր տարվա սկզբին,
մենք ունենանք արդեն ձևավորված կուսակցություն, իր ամբողջ կառուցվածքով, իր տեսլականով, ծրագրով, հանրության հայտի կդառնա։ Ընդդիմադիր դաշտում եք բնականաբար լինելու, որտեղ Հայաստանի նախկին նախագահային սատարող ուժերն են, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանք նույնպես ունեն ռեսուրսներ եւ շատ ավելի փորձառու կառույցներ են կամ փորձառու մարդիկ են Հայաստանի քաղաքական դաշտում, քան թե Մերձևովը կամ Սամվել Կարապետյանը առհասարակ, ավելին կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը որոշակի փուլերում համագործակցել է ինչ-որ առումով նաև այդ երկու գործիչների հետ։ Իսկ այդ ինչ պետք է դուք առաջարկեք այդ ձեր որ առավելության համար ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները նրանց չպետք է ձայն տան, այլ ձայն տան ձեզ, ինչու համար։ Դուք ասում եք մենք պրոֆեսիոնալ, նրանք էլ ասում են մենք էլ ենք պրոֆեսիոնալ, ավելին մենք ունենք ազգային ժողովում ֆրակցիաներ, Ռոբերտ Քոչարյանն ամենամեծ ֆրակցիան է, ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան, ինչու պետք է ձեզ ձայն տան։ Նախ այն դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանը համագործակցել է նախկին այդ երկու ուժերի հետ, Սամվել Կարապետյանը համագործակցել է Հայաստանում իշխանության գտնվող բոլոր իշխանության գտնվող բոլոր իշխանությունների հետ է համագործակցել, որովհետև բարձ պատճառը այն է, ոչ թե համագործակցել է անձանց հետ, այլ հանուն պետության է համագործակցել։ Դա հենց բիզնեսի առանձնահատկությունն է, որ դու մտածում ես ոչ թե այդ անձի համար, այլ մտածում ես ժողովրդի համար եւ եթե դու ուզում ես մեծ մասշտաբի ներդրումներ անել, դու այս կամ այն չափով պետք է ամեն դեպքում աշխատես իշխանության գտնվող անձանց հետ, դա եղել է բոլոր իր առնվազն իր գործունեության շրջանում, ովքեր որ եղել են իշխանության, բոլորի հետ էլ համագործակցել է։ Սա այդ մասով, երկրորդը, թե մեր ընդդիմադիր դաշտի մյուս անդամները ավելի փորձառու են այս առումով եւ այլն։ Մենք ընդդիմադիր ենք ոչ թե ընդդիմությանը, մենք ընդդիմադիր ենք իշխող ուժին եւ հետեւաբար ես հասկանում եմ, որ նաեւ այստեղ լինելու են տարբեր առաջարկներ տարբեր ուժերի կողմից, մենք ունենալու ենք մեր առաջարկը, մենք ունենալու ենք մեր տեսլականը առաջարկելու, իրականում եթե գնում ենք այն փաստին, թե ավելի փորձառու են, թե ավելի արած ունեն քաղաքական դաշտում, ցավոք սրտի մենք այդ բոլոր փորձառուների գործունեության արդյունքները տեսել ենք Արցախի վրա, ամբողջ Հայաստանի վրա։ Բոլորի առաջինից մինչև Նիկոլ Փաշինյան, առաջին նախագահից մինչև Նիկոլ Փաշինյան, մենք բոլորի գործունեության արդյունքները տեսել ենք, լավ թե վատ, քաղաքացին կկարողանա ինքը դա գնահատական տալ, մենք ասում ենք, որ այսօր մեր վիճակը շատ վատ է, մենք ասում ենք, որ իշխանությունը մտածում է բացառապես իր աթոռը պահելու համար եւ Սամվել Կարապետյանը մտածում է քաղաքացու համար։ Մենք անելու ենք մեր առաջարկը եւ թող քաղաքացին ինքը իր ընտրությունը անի, հասկանա թե որի օրոք ինքը ինչպես էր ապրում եւ մեր առաջարկած փոփոխությունը ինքը կուզենա թե չէ։ Ձեզ մի փոքր ձեզ անդրադառնանք։ Դուք ինչպես ընտրեցիք Մերձևով շարժում, ով ձեզ առաջարկեց, երբ եղավ այդ քայլը, ինչու Մերձևով շարժումը։ Շնորհակալություն հարցի համար, որովհետև ինձ համար քաղաքականություն մտնելը այսպես եւ դժվար որոշում էր եւ հեշտ որոշում էր, որովհետեւ 20 թվականից հետո ես առաջի անգամ սկսեցի գնալ միտինգների, երթերի, որպես ամենապարզ միավորը այդ գործընթացների, հետագայում իմ հետևողական պայքարը նաև որոշակի ձևով լուսաբանվում էր որպես արցախցի, ով որ դուրս է գալիս պայքարի, այնպես որ նաև մինչև շարժմանը միանալը ես առնվազն ընդդիմադիր դաշտում տեղյակ էին իմ դիրքորոշման ու իմ պատկերացումների մասին։ Այ քաղաքական արդեն միավորի մաս կազմելը ինձ համար արդեն բարդ որոշում է եղել, որովհետև ամեն դեպքում ես ինձ դիվանագիտական ոլորտում էի որպես այդպեսին տեսնում։ Երբ որ առաջարկը ունեցա միանալու թիմին, ես արդեն հասկացա, որ այս այն թիմն է, որին արժեքները ես կիսում եմ։ Այս այն թիմն է, որը որ
այն պոտենցիալը ունի եւ այն ներուժը ունի, որ կարող է Հայաստանում փոփոխություն բերել եւ լինել այն ալտերնատիվը, որի մասին անընդհատ խոսում ենք այս վերջին 5 տարիների, 7 տարիների ընթացքում, որի մասին մենք խոսում ենք։ Արժեքները հայ առաքելական եկեղեցու սատարումն է, արժեքները հայկական ինքնության պահպանումն է, արժեքները ուժեղ տնտեսություն ունենալու պայմանն է, արժեքները մարդկային պարզ հարաբերությունները պահելու եւ կարմիր գծերը չհատելու հանգամանքն է։ Բոլորը կարող են հավաստել, որ առնվազն մեր թիմում մենք ձգտում ենք կարմիր գծեր չհատել այլ թիմերի, այլ իշխանականից մինչև ընդդիմադիր կարմիր գծերը չհատելու իրենց հետ հարաբերություններում, որովհետեւ այս ժողովուրդը հոգնել է պարակտումներից, այս ժողովուրդը հոգնել է իրար վիրավորանքներից եւ իրար այդ կարմիր գծերը հատելուց մյուս կարմիր գիծը ավելի հետ է գնում, քան թե նախորդ կարմիր գիծը եւ այս պարակտումը ձեռնտու է միայն թշնամիներին, իսկ մենք առաջարկում ենք համախմբում, մենք առաջարկում ենք մի փոքր առնվազն դադար ունենալ եւ հասկանալ մենք ինչ վիճակում ենք գտնվում, ինչ ունենք անելու։ Մեր ուժը դրանով է տարբերվում, որ մենք չենք ուզում լարել, ավելի սրել հարաբերությունները, այլ փորձում ենք մի հատ դադար ունենալ, մարդիկ որպեսզի բոլոր ուժերը մի քիչ կարողանան հանգստանալ, որովհետև ի վերջո տուժում է Հայաստանը, ի վերջո տուժում է Հայաստանի պետականությունը, իսկ մենք բոլորս մի նավի մեջ ենք։ Տեսեք, դուք հետի դեպքում փորձ եք անում Թուրքիայով ախեցնել հայ ժողովրդին, թե ցանկություն կա, մտադրություն կա, միգուցե հեծանցնել Թուրքիային եւ այլն, բայց Սամվել Կարապետյանի դեպքում էլ կարծիք կա, որ նա Ռուսաստանի կողմից ուղարկված է Հայաստան, վրացական Իվանիշվիլի օրինակով, որպեսզի այստեղ իշխանապողություն անի, ինչպես նա այնտեղ արեց, եւ որ այդպիսով Հայաստանը նորից վերադարձնի դեպի ռուսամետ այդ գծի մեջ։ Գիտեք, որ Հայաստանում Արցախյան այդ 44-օրյա պատերազմից եւ դրան հետեւող այդ իրադարձություններից հետո Ռուսաստանի նկատմամբ կա որոշակի հիասթափություն, չեք կարծում, որ հայ հանրության մեջ ամեն դեպքում որոշակի տարբերություն կա Արցախահայության եւ Հայաստանի ժողովրդի միջև զուտ հայացքների առումով դեպի Ռուսաստանը, թեկուզ եթե ուրիշ այլ տարբերություն չլինի, չեք կարծում, որ հայ ընտրողի մոտ այդ հիասթափությունը կարող է ոչ թե ձեր օգտին, այլ ձեր դեմ խաղալ։ Մենք շատ հանգամանքներ ենք հաշվի առնում մեր ռազմավարությունը մշակելիս, հետի պարագայում ես մատնանշեցի այն ինչ որ կա, առնվազն մամուլում եւ առնվազն այն տեղեկությունները, որ հավաստի են, որ կան որոշակի բանակցություններ։ Գալով կրկին այն հարցին, թե ինչ կապեր ունի ինչ-որ անհայտակման մամուլում հրապարակված ինչ-որ անհայտ տեղեկությունը դիվանագետի համար կարող է հավաստի լինել։ Այն տեղեկությունը, որ կա նման մտադրություն, դա մամուլում է տարածված, իսկ մյուս տեղեկությունը, որ գնացել են ու բանակցություններ են ունեցել Թուրքիայում, դա հավաստի արդեն անգամ չհերքված փաստ է, այնպես որ ես որպես դիվանագետ կողմ եմ նրան, որպեսզի մենք համադրենք բոլոր իրադարձությունները, որովհետև արդեն ակնհայտ է, թե ինչքան բան է իրականացվում մեր հայ ժողովրդի թիկունքում, եւ ես համադրում եմ այդ փաստերը եւ կարող եմ անել իմ եզրակացությունները եւ դա մատուցել։ Գալով կրկին ու նորից Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին ու կապերին եւ գալով արցախցի ու հայաստանցիների ընկալմանը Ռուսաստանի հետ կապված արցախցիներին դավաճանել են բոլորը։ Ես որպես արցախցի եմ դա ասում։ Հետևաբար, արդյոք դա նշանակում է, որ ես պետք է նեղանամ ամբողջ աշխարհից, պարփակվեմ իմ մեջ, ասեմ ես ոչ մեկի հետ հարաբերություններ չեմ ունենում։ Ոչ մեկի հետ չեմ խոսում, ես նեղացել եմ ձեզանից։ Ես որպես դիվանագետ ասում եմ ոչ։ Արդյոք դուք դա եք ուզում, որպեսզի մենք պարփակվենք մեր մեջ, ասենք վերջ մենք ոչ մեկի հետ հարաբերություններ չենք ուզում պարզել։ Ոչ, ես կողմ եմ դրան, որ մենք խոսենք, մենք բանակցենք, մենք մեր դժգոհությունները հայտնենք, որ մենք մեր մտավախությունները հայտնենք եւ ըստ այդմ մենք այդ դժգոհությունների ու մտահոգությունների պատճառները վերհանենք ու հասկանանք ինչ կարող ենք անել։ Դա սխալ ուղղություն է մտածել, որ պետք է այն զգացմունքային դաշտի պատճառով բերել քաղաքական ոլորտ եւ ասել, որ մենք
դե այս իրավիճակն է, մենք ուրեմն ձեզ հետ որևէ կապեր չենք ուզում ունենալ, այս կամ այն կողմի հետ կապ չունի, չենք ուզում ունենալ ու ոչ մեկի հետ հարաբերություններ չենք ուզում, այդպես դիվանագիտություն չի լինում։ Զգացմունքային չէ այն խնդիրը, որ Սամվել Կարապետյանը ընկալում է որպես Ռուսաստանի կոպիտ ասած մարդ, Ռուսաստանում իշխանապահություն անելու համար։ Նորից եմ նշում, Սամվել Կարապետյանը ունի բազմաթիվ կապեր ամբողջ աշխարհի մի շարք երկրների հետ, եվրոպական երկրներից սկսած մինչև Ռուսաստան, այնպես որ ուրեմն հիմնական բիզնեսը Ռուսաստանում է, նա Ռուսաստանի հիմնական քաղաքացի է, ինքը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ այդ ամբողջ իր հնարավորությունները ծառայեցրել է հենց հայ ժողովրդի համար, հետեւաբար եթե մենք տեսնենք այստեղ որևէ այլ ենթատեքստ, որ ինքը Ռուսաստանում ապրելով, գործելով իր հնարավորությունները ծառայեցրել է հանուն Ռուսաստանի, բերեք այդ փաստերը, բայց կամ ավելի ակնհայտ փաստեր, որ ինքը այդ հնարավորությունները ծառայեցրել է հանուն հայ ժողովրդի։ Դուք Տիկին Հովսեփյան Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Այո։ Արցախից հետո Ես կուզենայի անդրադառնալ իրականում իմ քաղաքացիության հարցին բարձ օրինակով, թե ինչ այսպիսի մարդու իրավունքների խախտման ամենամասշտաբային իրավիճակն ենք ունեցել արցախցիների հետ կապված քաղաքացիության մասով։ Ես ունեմ շատ հետաքրքիր փաստ 070 կոդով անձնագիր, որով ես 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին գնացել եւ մասնակցել եմ 070 կոդով անձնագրով։ Հետագայում, երբ որ իմ ծնողները, իմ ընտանիքը բռնագաղթեց եկավ Մայր Հայաստան եւ զբաղվում էին նրանց փաստաթղթերի կարգի բերելու հարցերով, ասեցի մի հատ հետաքրքրվեմ, էլի հասկանամ, ես հիմա քաղաքացի եմ, քաղաքացի չեմ, ու անձնագրային այդ բաժնում չկարողացան ինձ պատասխանել։ Ասեցին 070, մի անգամից նայեցին 070 կոդով անձնագիրը քաղաքացիություն չի, ասեցի, բայց կներեք էլի, ես 21 թվականին մասնակցել եմ ընտրություններին, ու ընդ որում թիմ ընտրություններ չեն, չէ, բան խորհրդարանական, համապետական ընտրություններն են, որոնց որ իրավունք ունեն մասնակցել բացառապես ռեզիդենտ քաղաքացիները։ Ասում եմ, ես մասնակցել եմ, բայց չգիտենք ինչ կարող ենք անել։ Ու ես իսկականից չէի կարող այդ անձնագրայինի աշխատողի վրա բարկանալ կամ ինչ որ վատ զգացմունքներ արտահայտել, որովհետև ինքն էլ իմ մեղքս է, որ ինքն էլ չգիտի այս խառը վիճակը, որ ստեղծվել է, ինքը ինչ պատասխան կարող է տալ, բայց հենց հետո ես դիմում ներկայացրեցի հարցումով, թե արդյոք ես քաղաքացի եմ, թե չէ, եկավ պատասխան, որ այո, ես քաղաքացի եմ 070 կոդով անձնագրով։ Բայց մյուսները քաղաքացի չեն։ Ոչ, մյուսները քաղաքացի չեն, այսինքն ես չգիտեմ այդ դասակարգումը ինչպես է իրանց մոտ իրականացվել, բայց արցախցիները 30 տարուց ավել եղել են ու կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իմ անձնագրի եւ ձեր անձնագրի միջեւ որևէ տարբերություն չկա, այնտեղ իմ անձնագրի մեջ չկա գրված ճամփորդական փաստաթուղթ եւ այլն, բացառապես տարբերություն այդ 070-ը, որը որ տարբեր է նաեւ Հայաստանի այլ մարզերի միջեւ։ Տիկին Հովսեփյան, որպես կին քաղաքական գործիչ դժվար չի անձնական կյանքը դասավորել քաղաքականությամբ, բավականին բուռն է ձեր դեպքում, որովհետև ձեր առաջնորդը հիմա կալանավայրում է, դուք շատ ավելի մեծ պարտականություններ ունեք ձեր ուսերին, քան թե միգուցե ընդդիմադիր այլ դաշտի կին անդամներ։ Այս դեպքում ինչպես եք համատեղում կամ դժվար չի։ Գումարած դրան նաև որ դուք Արցախից եք այո։ Շատ դժվար է, ես ունեմ 2 բալիկ, փոքրս մի տարեկան էլ չկա, շատ փոքր է ինքը դեռ իմ բալիկները դեռ իմ սրտի տակ էին, թե մեծս, արդեն հետո փոքրս, որ մաման պայքարում էր։ Իմ բալիկները երբ որ գիտեն մաման մի տեղ ա գնում, ասում են մամայի միտինգի ես գնում կամ ինչ որ գիտեմ որ մաման պայքարող տեսակ է։ Հեղափոխականներ եք մեծացնում փաստորեն։ Հայրենասեր մարդիկ են մեծացնում, որ ու մեծացնում եմ այնպիսի մարդիկ, որ հիշողություն ունենան։ Հիշողությունն է, որ մեզ պահում է մարդ, հիշողությունն է, որ մեզ պահում է մեր գիտակցությունը, մենք ամենտեղ ու ամենուր ենք իմ բալիկների հետ խոսում ենք Արցախից, մենք խոսում ենք, ես պատմում եմ իրենց իմ մանկությունը, իմ ապրած կյանքը Արցախում, որպեսզի իրանք իրենց մեջ միշտ թարմ պահեն Արցախի
թեման, Արցախի մասին խոսակցությունները, որովհետև առնվազն սա կարող ենք անել, մեզ թվում է թե սա շատ փոքր բան է, բայց ոչ, սա հենց այսպես են սահմանավորվում մեր պահանջատիրությունը, մեր հայրենասիրությունը, հուսով եմ ճիշտ է, ուշադրությունը իմ բարիկների նկատմամբ տուժում է, ավելի քիչ է լինում, բայց հուսով եմ, որ ինձ կներեն իրենք, որ մեծանան։ Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Հիշեցնեմ, որ Ամիկ Պլյուսի տաղավարում էր մեր ձևով շարժման անդամ արցախցի Արեգա Հովսեփյանը։